Ուժեղ եւ հաճախ գլխացավերը, ինչպես նաեւ ցավերը պարանոցում, շատ հաճախ են լինում միգրենի դեպքում, կլաստերային ցավերի դեպքում։ Այդ դեպքում ցանկալի է կատարել MRT կամ ԿՏ հետազոտություն, որ հերքել չարորակ գոյացություն։ Միգրենի պրիստուպի ժամանակ տհաճ են աղմուկը եւ լույսը։ Ցավը հաճախ լինում է միակողմանի եւ քունքային հատվածում կարող է լինել պուլսացվող ցավ, ինչպես նաեւ պրիստուպի ժամանակ շատ հաճախ լինում է սրտխառնոց, փսխում, գլխապտույտներ, ուշագնացություններ, տեսողական ինչ-որ տեսակի փոփոխություններ։ Այս հիվանդությունը կտրուկ նվազում է կյանքի որակը եւ նրա հետ պարտադիր պետք է պայքարել, որ մինիմիզացնել պրիստուպների քանակը։ Խրոնիկ միգրենի դեպքում, եթե չի օգնում դեղորայքային բուժումը, պետք է կատարել հետևյալ միջամտությունները։ Հատուկ կետերով կատարվում է բոտոքսի ներարկումը եւ նայվում են ցավերի փոփոխությունները 1-1.5 ամսվա ընթացքում։ Սովորաբար 10-ից 6-7 հիվանդի մոտ լինում է ցավազրկում։ 3-ի մոտ կարող է փոփոխություն չլինի։ Բոտոքսի դրական արդյունքի դեպքում ցուցված է փոքրիկ վիրահատություն, որը թույլ է տալիս այդ արդյունքը ունենալ ամբողջական կյանքի ընթացքում։ Միջամտությունը տևում է 1.5-ից 2 ժամ, գլխուղեղը, գանգը չի բացվում, ամեն ինչ կատարում է փոքր կոսմետիկ կտրվածքներով, հիվանդը 24 ժամ չանցած գնում է տուն։ Ցանկացած հարցերով, խորհրդատվության եւ բոտոքսի ներարկման համար դուք կարող եք կապնվել մեզ հետ համարով, որը նշված է վիդեոյի տակ։